Հայր Աստված, գոհանում ենք քեզանից եւ փառք ենք տալի քո մեծության համար, քո զորության համար եւ քո տիրության համար։ Դու ես միայն արժանի, որ լինես մեր թագավորը, լինես մեր Աստվածը։ Եվ Տեր իմ Աստված ջան, այսօր Տեր իմ Աստված ջան, թող ամեն մեկիս համար մի նոր հայտնություն կատարվի քո թագավորությունը մեր սրտի մեջ։ Եվ Տեր, դու փառավորվես ամեն մեկիս կյանքով եւ կարողանաս տիրությունը կատարյալ ձևով մեզի ցույց տաս ով Աստված։ Եվ մենք ընդունենք եւ նայենք եւ տեսնենք եւ վերցնենք ով Աստված։ Եվ շարունակենք միջով որ Տեր, քեզի հանդիպենք երկնքում։ Հիսուս որդու անունով, փառք քեզի, ամեն։ Նախ որ կարոս սկսեմ բարեկալուց տղեկ ասենք Վազգեն եղբոր Հայաստանից եկել է եւ վստահ որ շատ լավ լուրեր ունի Հայաստանից մեզ համար եւ իր տեղը շատ դատարկ էր։ Հույսով որ շուտով լավ կարոզներ լսենք նորեն ձեզանից։ Ուրեմն այսօրվա մեր պատգամը Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Շատ կարևոր նյութ է այսօրվա մեր նյութը եւ եթե կարողանանք հասկանանք Հիսուս Քրիստոսի մուտքը մտնել Երուսաղեմ, շատ բաներ պետք է մեր կյանքի մեջ փոխվի։ Հաղթական մուտքը, ծաղկազարդը նշանակում է արմավենյաց կիրակի, ինչպեսի մի օր էր, հրյաների համար շատ ուրախալի մի օր էր, որտեղ դրանք հիշում են այդ ընթացքը, որ Աստված իրանց ազատեց Եգիպտոսից եւ դուրս են եկած անապատի մեջ եւ Աստված իրանց ամեն կարիքները հոգում էր եւ այդ շաբաթը ուրախության մեջ էր, վերջի շաբաթը, որ բանի Զատիկի շաբաթն էր, տանք ամփոխ ժողովուրդը ուրախության մեջ էին եւ այսօր մենք էլ պետք ունենք մտածենք այդ բանի համար, որ ինչ է մեր ազատության ուրախությունը այսօր ամեն մեկից։ Գիտեք, եթե իսրայելացիները ազատվեցին Եգիպտոսից, Հիսուսի գործը ավելի մեծ եւ ավելի զորավոր էր այդ բանից, որ նրանց մեջ կատարվավ։ Հիսուս Քրիստոսը ազատեց մեզի մեր էությունից, ազատեց մեզի սատանայից, ազատեց մեզի այդ պղծությունից, որ արմատ էր գցել մեր կյանքի մեջ սատանայի միջոցով, եւ այս շատ կարեւոր մի բան էր։ Հրյաների մեջ կարծես սովորական մի բան էր եղել։ Միայն մի հատ կիցակատարություն էր, որ իրանք տարիներվա ընթացքին սովորել էին եւ անում էին, բայց այսօր Հիսուս Քրիստոսի տիրությունը պետք է մենք լավ կարողանանք հասկանանք եւ մեր սրտերը թողնենք, որ Հիսուս Քրիստոսը թագավորի։ Սկսում է Հիսուսի այս շաբաթը սկսում է մեզ համար, որ քրիստոնյա ենք, սկսում է Հիսուսի չարչարանքների շաբաթը եւ հարուստ է պատկերներով եւ թեմաներով։ Ոմանք կարող են մտածել ինչ բան կա, որ Հիսուսի չարչարանքի մեջ մեզ համար մի հատ կարևոր պոինտեր լինի, բայց այսօր պետք է հասկանանք եւ մտածենք դրանց մասին։ Այսօր մենք մտածում ենք Հիսուսի հաղթական մուտքի մասին Երուսաղեմ։ Ժողովուրդը նրան ընդունեց որպեսզի թագավոր, ողջունեց Օվսաննա, աղաղակելով, ձայն էին բարձրացրել, Օվսաննա Դավթի որդի։ Սակայն այդ բաները, որ խոսում էին, այդ իրանց մեջ արդյոք այդ խոր իմաստով գտնված մի բան կար իրանց մեջ թե ոչ։ Այսօր մեր կյանքի մեջ կարող ենք մի խոսքեր խոսանք Հիսուս Քրիստոսի մասին, որ դրա մասին այնքան խոր իմաստություն չունենք, այնքան խոր հպում չունենք Աստծո կողմից։ Եվ մարդիկն էլ այդպես աղաղակում էին, Օվսաննայի իսկական միտքը ինչ է։ Աստված փրկիր մեզ հիմա։ Եվ որ ասում են Օվսաննա, դրանք սպասում էին, փրկիր մեզ հիմա։ Իրանց սպասողությունը Հիսուս Քրիստոսից սա էր, որ Հիսուս Քրիստոսը պետք է ընթեթ րոպեին իրանց փրկեր իրանց դժվարություններից։ Եվ կարող է մեզ համար էլ այսօր այսպես է։ Հիսուս Քրիստոս փրկիր մեզ։ Բայց Տիրոջ նպատակները շատ տարբեր է, Տիրոջ շարժումները շատ տարբեր է։ Ուրեմն երեք հատ կարևոր թեմա կա այսօրվա մեր քարոզի մեջ։ Մեկը թագավորությունն է, մեկը մարգարեություններն է, որ Հիսուս Քրիստոսի մասին է, մեկը էլ թույր ըմբռնումներն է, որ մենք սխալ ըմբռնումներով նայում ենք Հիսուս Քրիստոսի թագավորությանը։ Նախ եւ առաջ
եկեք համառոտ անդրադառնանք այս ժամանակաշրջանում ինչ բաներ որ կատարվում էր Երուսաղեմում։ Երուսաղեմը Զատիկ օրվա ընթացքին 30-ական թվականներին շատ վատ եւ տխուր վիճակի մեջ էր։ Ռոմեացիների կայսրությունը տիրում էր։ Դրանք ճնշումի տակ էին, ոչ մի բանի իրավունք չունեին եւ շատ այդ ճնշումի տակ մտածում էին, որ Աստված պետք է իրանց ազատի եւ այդ սպասողությունով մտածում էին Հիսուս Քրիստոսի մասին եւ մարդիկ տարբեր տեղանքից եկել էին Գալիլեացի Հրեաստանից մարդիկ էին եկել ամբողջ աշխարհից այն ժամանակ հрьяաները որ ակցորվել էին մնացել էին այդ տեղանք եւ ամբողջ այդ ժողովուրդը եկել էին հավաքվել էին եւ գնահատակները ասում էին 100,000-ներից ավելի ժողովուրդ կա Մարդ պատկերացնենք 100,000 ավելի մարդ մեկ անգամից աղաղակում են Օվսաննա Դավթի որդի փրկիր մեզ Օվսան դες ինչ դրդղոց էր դες ինչ մեծ ձայն էր բարձրացել Դրանք իմացան որ Հիսուս Քրիստոսը ուզում ներս մտնի Երուսաղեմ մարդիկ վերցրեցին ճյուղերը եւ գնացին Հիսուս Քրիստոսին դիմավորելու 100-ից ավել հազարներ մարդիկ եկել էին Հիսուս Քրիստոսի առաջ որ դրան դիմավորել էին ոմանք իրանց հանդերձները հանել էին եւ գցում էին ավանագի ոտի տակ ոմանք ճյուղեր էին գցում այդ ավանագի ոտի տակ եթե Մատթեոսի ավետարանը նայենք Ղուկասի ավետարանը նայենք Մարկոսի ավետարանը նայենք աշակերտները իրանց հանդերձները գցան ավանագի վրա եւ Հիսուս Քրիստոսը նստեց գիտեք ինչ էր նշանակում նշան էր եւ որ մեր հոգի իր հանդերձը գցում էր մի հոգու ոտքի առաջ նշան էր որ այդ մարդը շատ հարգարժան մի անձնավորություն է եւ աշակերտները այդ լավ իմացել բայց ոմանց համար ոչ մի հայտնություն չկար այդ բանի մեջ ժամանակներ կա որ մենք եկեղեցում գալիս ենք բայց ոչ մի պատկերացում չունենք Հիսուս Քրիստոսի թանկարժեք իր էությունը մեզ համար այնքան ճիշտ կարտես մեզ համար բացահայտված չի եւ եթե եկեղեցի ենք գալի պետք է իմանանք մենք ում իրենք պաշտում ով է մեր թագավորը եւ ով է մեր փրկիչը ուրեմն Հովհաննեսի 12-րդ գլուխ 12 եւ 13 համարը նախ որ այս համարները կարդանք եթե 12-րդ գլուխը մենք նայենք Հիսուս Քրիստոսը գնում է Բեթանիա գիտեք ովքեր էին ապրում Մարիամն ու Մարթան եւ Ղազարոսը որ մեռելների ծառայություն էր արել եւ այդ ընթացքում յուրասիրություն կար եւ Հիսուս Քրիստոսը նստած էր Աստծո խոսքն ասում որ Ղազարոսն էլ այդտեղ կար եւ ժողովուրդը ամբուխով գալիս էին եւ ուզում էին Ղազարոսին հանդիպեին որտեղ լսածել են որ մեռելների ծառայություն արել բայց ասում են հոգեվորականները ուզում էին որ Ղազարոսին սպանեին գիտեք մի ցավ կա մարդկության մեջ սա եթե մի հոգի մարդկանց մեջ տեղ է գտնում մանավանդ մարդկանց սրտի մեջ տեղ է գտնում սատանան օտարների միջոցով ուզում է այդ մարդին միջից տանի իրանք մտածում էին որ Հիսուսին սպանեն հիմա մտածում են որ Ղազարոսին էլ պետք է սպանեն հետաքրքիր բանը որ մենք պատմության մեջ Սուրբ գրքին նայում ենք այդ մարդիկ որ կարողանում էին մարդկանց սրտին թակավորություն անեն սատանան սկսում էր գործել եւ նրան ուզում էին սպանեին եթե Սավուղ թագավորի կյանքը մենք նայենք եւ որ կռվից եւ պատերազմից հետ էին գալի մարդիկ բղավում էին հազարները չգիտեմ հազարները Սավուղ թագավորին 10,000-ները Դավիթին եւ Սավուղի մեջ մի հատ խնդիր առաջացավ Սավուղի մեջ մի հատ նախանձ առաջացավ հիմա ժողովուրդը դուրս են եկած եւ բարձր ձայնով աղաղակում են Հիսուս Դավթի որդի երբ որ խոսվում է Հիսուս Դավթի որդի այսինքն ժողովուրդը ընդունեցին որ Հիսուսը իրանց թագավորն էր եւ իսրայելցիները սպասում էին Հիսուս Քրիստոսի տիրությանը մեսայան որ պետք է գար մենք շատ ուրախ ենք եւ շատ պետք է ուրախ լինենք որ Հիսուս Քրիստոսը
մեզի ընտրեց եւ ինքը եկավ եւ մեզի փնտրեց։ Մենք չէինք սպասում Հիսուս Քրիստոսին, բայց ինքը եկավ։ Աստծո խոսքն ասում է, որ Հիսուսը ինքն է ընտրում։ Հովհաննես 15-րդ գլխի մեջ ասում է. դուք չեք, որ ինձ ընտրել եք։ Ես եմ, որ ես ձեզի ընտրել եմ։ Ուրեմն չբարտանանք, որ ասենք, օ մենք Հիսուսին ընտրեցինք։ Եվ մենք բախտավոր մարդիկ ենք, որտեղ Հիսուս Քրիստոսը մեկ առ մեկից ընտրել է։ Իսրայելցի ժողովուրդը սպասում էին, որ իրենց թագավորը գար։ Դրանք տեսել էին, որ Հիսուս Քրիստոսը հրաշքներ է գործում։ Տեսել էին, որ մեռելներ են սաղանում։ Տեսել էին, որ մարդիկ, որ սոված են, Հիսուս Քրիստոսը հազարավորներին կերակրում էր։ Եվ ասեցին հաստատ Հիսուս Քրիստոսը այդ թագավորն է, որ մենք սպասում ենք նրան։ Ինչ պակաս ունի։ Ինչ որ մենք սպասում ենք Հիսուս Քրիստոսի մեջ կա։ Եվ այդպեսին ասում Հովհաննես 12-րդ գլխի մեջ։ Ասում է հաջորդ օրը եւ զատիկ տոնին եկած ժողովուրդը բազմությունը լսեց, որ Հիսուսը Երուսաղեմ է գալիս, արմավենու ճյուղեր վերցրեցին եւ նրան ընդառաջ ելան աղաղակելով. Ովսաննա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով Իսրայելի թագավորը։ Այդպես որ ասացի, Ովսաննա, այսինքն փրկիր մեզ այսօր, փրկիր մեզ այսօր։ Մարդկանց սպասողությունները ինչքան զարմանալի է, այսօր կարող ենք հասկանանք դրանք։ Ինչ է Ծաղկազարդի արմավենյաց կիրակին, դիմասին մտածենք։ Հաղթանակի եւ խաղաղության խորհրդանիշ է։ Հաղթանակի եւ խաղաղության խորհրդանիշ է։ Հիսուս Քրիստոսը ներս է մտնում Երուսաղեմ։ Երուսաղեմ այսինքն ինչ։ Երուսաղեմ այսինքն խաղաղության քաղաք։ Այդ քաղաքը, որ մեջը պետք է խաղաղություն լինի։ Բայց այդ օրերում Երուսաղեմի մեջ խաղաղություն չկար։ Հռոմեացիք հարձակվել էին, այդ քաղաքը տուժված էր։ Ճիշտ կարծես դրանք տիրություն էին անում։ Ոչ մի բանի իրավունք չունեին։ Եվ հռոմեացիքը այդ ուժեղ թագավորությունը կանգնել էր եւ Երուսաղեմի ամբողջ իրավունքներ իր ձեռքի մեջ էր առել։ Բայց իսկական խաղաղությունը պետք է Հիսուս Քրիստոսի միջոցով կար։ Եվ մարդիկ մտածում էին, որ հիմա որ Հիսուսը եկել է, ուրեմն խաղաղությունը պետք է գա։ 5 տակարանում արմավենու ճյուղերը կապված էին հաղթանակի, խաղաղության եւ արդարության հետ։ Հինուխտում այդպես էր։ Եթե Ղևտացոց 23-րդ գլուխ 40-րդ համարին նայենք, մա տոն կա, իրան ասում են տաղավարների տոնը։ Տաղավարների տոնը ինչպեսի տոն էր։ Այդ ժամանակավոր մի հատ փոքր տեղ պատրաստելու տան նման, տնակների նման, որ ժողովուրդը անապատի մեջ սարքում էին եւ դրանց մեջ բնակվում էին։ Եվ ինչով էին ծածկում նրանց արմավենի ճյուղերով։ Եվ որոշ ծառերի ճյուղերով պատրաստում են եւ նրանց մեջ բնակվում էին։ Եվ այդ տոնի անունը Սոքոտ անուն էր, անվանվում էր այդպեսի մի անունով։ Իսրայելցիները այդ բանը իրանց համար մի մեծ ուրախություն էր, Աստծո փառաբանություն էր եւ օրհնություն էր, որ ասուն էին տալի։ Եվ ինչպես որ ասեցի, արդարության խորհրդանիշ էր։ Սաղմոս 92, 12 եւ 13-րդ համարում այսպես ասում. Արդարը կծաղկի, ինչպես արմավենին, նա կմեծանա, ինչպես Լիբանանի մայրին, արմավենին այստեղ ինչը ներկայացնում է հաստատակամություն, ուղիղ մտքեր եւ Աստծո խնամքի ներքո աչը, ինչ որ Աստված անում է։ Սա նման է այն, ինչ արեցին Երուսաղեմի մարդիկ, երբ դիմավորեցին Հիսուս Քրիստոսին եւ հայտարարեցին Ովսաննա, Ովսաննա, փրկիր մեզ եւ փրկիր մեզ։ Ուրեմն հոգեվորականները եւ որ տեսան այդպես մի բան, ասին ժողովուրդը արդեն ընդունել է, որ Հիսուս Քրիստոսն Մեսիան է։ Իրանց մեջ նախանձ առաջացավ։ Եվ ուզում էին, որ Հիսուս Քրիստոսին սպանեին։ Արդյոք այսօր մեր սրտի մեջ իսկականից այդ բանը կա, որ Հիսուսը իսկականից մեր Մեսիան է, թե ոչ։ Թե միայն մի խոսքեր մենք սովորել ենք։ Ավանդույթ
ավանդական բաներով մենք վերցրել ենք այդ բանը Հիսուս Քրիստոսից եւ դրանով ապրում ենք։ Արդյոք Հիսուս Քրիստոսը մեր Տերն է։ Եվ որ Հիսուս Քրիստոսը հանդիպավ եւ եկավ մեզի, կամ Հիսուս Քրիստոսի վերադարձի ժամանակ, եւ որ մենք հանդիպում ենք նրան, ինչ ունենք, որ փռենք Հիսուս Քրիստոսի ոտքերի առաջ։ Եվ որ ինքը գա, եւ մենք երկնքում պետք է հանդիպենք Հիսուս Քրիստոսին։ Արդյոք այդ ժամանակ մենք այդ համարձակությունը կունենանք, որ ասենք Հիսուս դու մեր փրկիչն ես եւ մեր Տերն ես, թե ոչ։ Ժողովրդի մեջ ոչ մի պատկերացում չկար Հիսուս Քրիստոսի անձնականության մասին, եւ այս խորը ցավ է մարդկության, որտեղ մարդկությունը չի կարողանում այդ իմաստությունը, որ Աստծո մեջ է, այդ իմաստությունը լավ կարողանա հասկանալ։ Մարդը այդ բանը, որ իր աչքերն է տեսնում, նրանց է հավանում, բայց Հիսուս Քրիստոսը մի խոր բան անելու համար ներս է մտնում Երուսաղեմ։ Այսօր Հիսուս Քրիստոսը մի խոր գործի կատարելու համար հանդիպում է մեկ առ մեկից։ Եվ ինքը սպասում է, որ մեր դուռը, մեր սրտի դուռը բացենք։ Հայտնության 3-րդ գլխի մեջ 15-րդ համարի մեջ ասում է դռան կանգնած թակում եմ։ Իհարկե այս խոսքը խոսում է եկեղեցու մասին, ասում է դռան կանգնած թակում եմ, եթե բացես ներս կգամ։ Հիսուս Քրիստոսը այսօր կանգնած է մեր դռան, կանգնած է մեր եկեղեցու դռան, կանգնած է մեր համայնքի դռան, կանգնած է հայ ժողովրդի երկրի դռան եւ թակում է։ Եվ դժբախտաբար մենք չենք ասում Հիսուս Քրիստոս, արի եւ փրկիր մեզ։ Օվսաննա, օվսաննա, Հիսուս Քրիստոս, արի եւ փրկիր մեզ։ Այդ բանը չկա։ Մարդիկ Հիսուս Քրիստոսին մոտենում են օտար բաների համար։ Ինչ բանն է կարող Հիսուս Քրիստոսը անի, որ այսօր մենք հեշտ կյանք ունենանք։ Հեշտ կյանք հավատքի կյանքի մեջ չկա։ Հավատքի կյանքը պատերազմ է, որ ամեն օր մենք անում ենք։ Այդ պատերազմը, որ մեզ ինչ անում, մեզ ամեն օր Հիսուսի հաղթությունն է ցույց տալի։ Եթե մենք չենք պատերազմում, Հիսուսի հաղթությունը ինչպես ենք կարող տեսնել։ Հիսուսի հաղթությունը այն ժամանակ մենք կտեսնենք, որ հավատքի կյանքի մեջ մենք պատերազմում ենք։ Իսրայելի ժողովուրդը փնտրում էին մի Հիսուս, որ միայն գար եւ նրանց փրկի, որտեղ իրանք մտածում էին իրանք իշխանության մասին։ Եվ հիմա չգիտեմ ինչքան եք իմանում Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի կառավարությունը որոշել է Աբրահամի այդ ճանապարհը, Աբրահամի ճանապարհի մասին, Աբրահամի կաբինետի մասին, դրանց մասին են խոսում։ Բայց ոչ ոք չի խոսում այդ բանը, որ Հիսուս Քրիստոսը արել է մեզ համար։ Եվ չեն մտածում, որ ինչպեսի կարող են Հիսուս Քրիստոսի հետ այդ պայմանը կնքեն։ Այսօր մենք եկել ենք, որ տոնենք, այդ պայմանը տոնենք Հիսուս Քրիստոսի հետ, որ դու մեր Տերն ես, դու մեր փրկիչն ես, եւ դու ես որ մենակ կարող ես ինձ ազատես։ Ինչի պետք ունես, որ դու այսօր ազատվես։ Եթե եսասիրություն կա, եթե մեղքեր կա, եթե դժվարություններ կա, Հիսուս Քրիստոսն է թագավորն է, որ կարող է արմատախին անի ամեն բաները, որովհետեւ ամեն այդ բաները գալիս է թշնամուց։ Եվ որ Տերը Հիսուս Քրիստոսը մեր թագավորն է, ինքը կարողանում է թշնամու գլուխը ջախջախի, որտեղ խաչի վրա Հիսուս Քրիստոսը կատարավ սատանային ոչնչացնելու համար։ Այսօր մենք պետք ունենք Հիսուս Քրիստոսի զորությանը։ Այսօր պետք ունենք Հիսուս Քրիստոսի հետ պատերազմենք։ Նա մեր թագավոր չի, որ կանգնի զորքի հետևը եւ զորքին հրամայի, որ դու գնացեք առաջ։ Նա ինքը քայլում է եւ ասում է ինձ հետևից եկեք։ Հիսուս Քրիստոսն ասում է ինձի հետևիր։ Ասում է իմ լուծս քո վզին առ, որ կարողանաս հաղթություն ստանալ։ Եվ այսօր այդ մեծ հայտնությունը պետք է մեզ համար լինի, արդյոք պատրաստ ենք, որ Հիսուսի թագավորությունը ուրախությունով վերցնենք մեր վրա, թե ոչ։ Հաստատակամություն, ուղիղ մտքեր եւ Աստծո խնամքի ներքո աճ։ Սա նման է այն, ինչ արեցին Երուսաղեմի մարդիկ, երբ դիմավորեցին Հիսուսին, ցույց տալով նրան հաղթական թագավոր։ Ցույց տվեցին, որ Հիսուսը հաղթական թագավոր է։ Իրանք էլ պետք է այդ բանը նային, չէին կարողանալ, որ այդ բանը չարտահայտեին, որտեղ Հիսուս Քրիստոսի ներկայությունը զորավոր մի ներկայություն է։ Հիսուսի աշակերտների մոտեցան, ինչ են ժողովուրդն ասում։ Հիսուսին մոտեցան,
Այս մարդիկ ինչ են ասում, արգելիր նրանց։ Եվ Հիսուսն ասավ, եթե ես արգել եմ նրանց, քարերը պետք է խոսան։ Քարերը պետք է լեզու բացեն եւ ասեն, որ Հիսուս Քրիստոս թագավորն է եւ մեսիան է, որ ներս է մտել։ Թողեք այսօր մեր սրտերը արտահայտի Հիսուս Քրիստոսի թագավորությունը։ Երբ մենք ասում ենք Հիսուս Քրիստոսը մեր թագավորն է, ինչ է նշանակում։ Իսրայելի ամենավտանգավոր որոշումը, ամենավատ որոշումը, որ կատարեցին, եւ պատճառ եղավ, որ Իսրայելի ժողովուրդը տարիներ տուժվեն, տարիներ նեղության մեջ լինեն, սա էր, որ օտարի որոշեցին իրանց համար թագավոր։ Սամուելին ասեցին, օտար ազգեր թագավորներ ունեն, դու մեզ համար մի թագավոր օծիր։ Եվ Սամուել մարգարեն գնաց Աստծո մոտ։ Դեր Աստված ասեց ժողովուրդն ինչ են անում, լացում էր։ Աստված իրան ասաց, այ մարդ ինչ ես լացում։ Դրանք ինձ են անցացրել, ինչ չեն ընդունում։ Ուրեմն եթե թագավոր են ուզում, գնա իրանց ասա, որ ձեր թագավորը դրա ամեն ինչ կվերցնի։ Ձեր գետիները, ձեր չգիտեմ, բերքը, ձեր երիտասարդները, ձեր աղջիկները, ինչ որ ունեք, ձեր ձեռքից կառնի։ Եվ որ գնում է եւ ժողովրդին ասում է ամեն բաները, ասում են թող մենք թագավոր ունենանք, թող ինչ ուզում է անի։ Մարդիկ որոշում են, որ օտար բան իրանց համար թագավոր լինի։ Այսօր ով է մեր սրտերի թագավորը։ Թողեք այս մեր շաբաթը մտածենք, մոտենում ենք Հիսուս Քրիստոսի խաչին եւ հարությանը։ Թողեք մտածենք, արդյոք արժանավորապես Հիսուսի թագավորությունը, Հիսուսի փրկությունը մեր մեջ գործում է թե ոչ։ Ես պատահած ցավում եմ, դրա Աստված, ինչու ժողովրդի մեջ արդյունություն չի գալի։ Ինչու ժողովուրդը այդպես չեն մտածում, որ գործարակելոցի ժողովուրդն են մտածում, առաքյալներն են մտածում։ Թողեք մեր սրտերը այդպեսի մի բաներ լինի։ Թողեք որ ծունգի կանք Աստծո ներկայության մեջ, չէ որ խնդրենք մի դատարկ բաների համար, չէ որ աղաչենք Աստված մի դատարկ բաներ մեզի տա։ Աստված հավիտենությունը ուզում մեզի տա։ Աստված ուզում է իր թագավորությունն ու իշխանությունը, իր ամբողջ ունեցվածքը մեզի տա։ Եթե նա որ չի խնայի Հիսուս Քրիստոսին ամեն մեկից համար, ուրեմն ինչ որ ունի այսօր մեզ համար տալիս է։ Եթե իր զավակին տվել է, ամեն բան կարող է մեզի տա։ Եվ մենք դժբախտաբար աղոթում ենք շատ օտար ստուփիդ բաների համար։ Հնարավոր է որ ճիշտ խոսքեր ասել Աստծո մասին, բայց սխալ հասկանալ նրան։ Հավատացյալները շատ սիրուն խոսքեր են խոսում։ Եվ որ խոսում ենք Հիսուս Քրիստոսի մասին, երկու գիրք խոսան։ Բայց իրանք չեն կարողանում մարդկանց ներել։ Նրանք չեն կարողանում իրանք հպարտությունը ոտի տակ դնել։ Խոսալը Հիսուսի մասին շատ դժվար բան չի։ Ապրել են բանը, որ Հիսուս Քրիստոսն ասում է, ճիշտ մտածելակերպ կուզի, Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն կուզի։ Եթե մենք Սուրբ Հոգուց չունենք մի հայտնություն, Հիսուսի մասին եթե ուզում ենք խոսանք, դատարկ խոսքեր են։ Աստծո խոսքն ասում է, որ խոսքը սպանում է, բայց հոգին է, որ կենթանացնում է։ Եվ որ Սուրբ Հոգին մեր մեջ գործում է, այն ժամանակ որ Հիսուս Քրիստոսի պատվիրանքների մասին խոսում ենք, մարդկանց սիրտը հալվում է։ Մարդիկ փոխվում են։ Անցյալ շաբաթ մի հատ երիտասարդի հանդիպեցի աղոթքի տանը որ կամ, ինքը օտար քաղաքի օտար նահանգից էր եկած, եւ Սուրբ Հոգին սկսեց ինձ առաջնորդել այս տղայի համար աղոթել։ Եվ որ սկսեցինք աղոթել եւ Աստծուց պատգամ առեցի եւ տվեցի իրան, այս տղեն տակն ու վեր էլա։ Ասավ ես գնալու եմ եւ կսկսեմ մեր եկեղեցում այս պատգամը փոխանցել։ Ուրեմն ինչքան կարեւոր է որ այս օրերում մեր ծունգերը կրկնվի։ Տան մեջ մեր ծունգերը թող կրկնվի։ Չասենք վաղը կանեմ։ Վաղը երբեք չի գա։ Միշտ վաղը վաղն է։ Եվ որ մտածում ես որ մի բան պետք է անես եւ չես անում, այս գնում է օտար օրվա համար, օտար ժամվա համար։ Եվ տարիներ կանցնի եւ կտեսնենք մենք ոչինչ չեն կարել։ Իմանալը Աստծո մասին շատ լավ բան է, բայց ապրելը այն բանը, որ Աստվածն է արել, ապրելը իր հետ այդ օտար մի հատկություն ունի։ Արմավենյաց գիրակին
ուրախ օր էր հрյաների համար, բայց Հիսուսի համար օտար մի իմաստ ուներ։ Եվ դրա մեջ կա տխրության ընթացք, տխրության երանգ։ Եվ սա Գողգոթա տանող տառապանքի ճանապարհն էր։ Հիսուս Քրիստոսը մտավ Երուսաղեմ, բայց չէ որ գնա եւ ինչ անի, թագավորություն կառուցի։ Նա գիտեր ինչի համար էր գնում Երուսաղեմ։ Նախքանից Հիսուս Քրիստոս աշակերտներին ասում էր մարդի որդին պետք է ինչ լինի, պետք է չարչարվի եւ պետք է խաչվի եւ մեռնի եւ երրորդ օրը պետք է մեռելներից հարություն առնի։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը իմանում էր որտեղ էր քայլ վերցնում, հակառակ մեզի։ Մենք երբեմն չենք իմանում ինչ ենք անում, չենք իմանում ինչ ենք խոսում։ Պողոս առաքյալը լավ էր հասկացել։ Պողոս առաքյալն ասում էր ես իմանում եմ իմ բրուսներս որտեղ եմ փոխում, որտեղ եմ հարվածում իմ բրուսները։ Արդյոք այսօր մենք այդպեսի մի մտածելակերպ ունենք, որ հասկանալով մի բան անում ենք հավատքի համար թե ոչ։ Տեր Հիսուսը քաջալերում է ամեն մեկից եւ խնդրում եմ ես վերցրեք եւ սրանով սկսեք պարապել։ Հիսուսն ասում է գնա տունդ սենյակիդ մեջ մտիր հորդ մոտ, մտի հորդ ծոցը, շատ մտերմաբար ասեմ, մտիր հորդ ծոցը եւ խոսա նրա հետ եւ նա ինչ որ ուզում ես քո սրտիդ փափակը կտա քեզ, բայց ինչպեսի փափակ, լավ հասկանանք, այն բանը որ ուղակի կապված է Աստծո արքայության եւ թագավորության հետ։ Սկսենք ընդունել Տեր Աստված ինձ օծիր, ես պետք ունեմ այդ օծության։ Հավատացեք Աստված առատա ձեռը մեզի օծելու համար։ Բայց դժբախտաբար մենք հետաքրքրված ենք օտար բաներով։ Անցյալ շաբաթ մենք խոսեցինք մի հատ կարևոր նյութի մասին, չգիտեմ հիշում եք թե ոչ։ Հիշում եք ինչ խոսացինք անցյալ շաբաթ։ Ինչ ենք մենք հրամայում մեր հոգուն։ Անցյալ շաբաթ այդպեսի մի թափիկի մասին խոսեցինք։ Ինչ ենք հրամայում մեր հոգուն։ Սկսենք հրամայել մեր հոգուն։ Ով իմ անձը, Տիրոջ պետք է դու օրհնես։ Ով իմ անձը, պետք է Տիրոջ պատվիրանքների մեջ հավատարիմ մնաս։ Ով իմ անձը, պետք է Տիրոջ օրենքների մեջ քայլես եւ աշխատես, որ անես այն բանը, որ Աստվածն է ասում։ Թող մեր հոգին այդպեսի բաներով զբաղվի։ Եվ վստահ եմ, որ դուք կանչված եք, որ մարդկանց բուժեք, հավատացեք այդ զորությունը, պետք է իջնի։ Դուք կանչված եք, որ դևեր դուրս հանեք մարդկանցից։ Դուք կանչված եք, որ ավետարանը քարոզեք ժողովրդին։ Դուք կանչված եք, որ ձեր կյանքը հանձնեք Հիսուս Քրիստոսի ձեռքին։ Եվ եթե Հիսուսը մեր թագավորն է, մենք կարող ենք այդպեսի մի անձնավորություններ լինենք։ Ամեն։ Համաձայն եք ինձ հետ։ Մարդիկ օտար բան էին մտածում, օտար ձև էին մտածում։ Եվ Հիսուսը մտածում էր Գողգոթայի տանող ճանապարհի մասին։ Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ այն չէր, որ ժողովուրդը ակնկալում էին եւ սպասում էին։ Հрьяաների մեջ մի հատ բան կար, մի հատ մտածելակերպ կար։ Հрьяաները մտածում էին, որ Իսրայելը պետք է մի հատ թագավոր ունենա, Դավիթի նման կա թագավորությունը զորացնի։ Ժողովուրդներին վերցնի իր հողերը, որ ինչից գնացել է, ամենը նորեն հետ վերցնեն։ Եվ ռոմացի զինվորներին պետք է ինչ աներ, դուրս վռնդել։ Այդպեսի մտածելակերպ ունեին թագավորի վերաբերյալ։ Եվ Հիսուսը երբ որ ներս է մտնում Երուսաղեմ, իրանք ոչ մի պատկերացում չունեին, որ Հիսուսը reject կանի, Հիսուսը չի ընդունի այդ թագավորությունը, որ նրանք էին սպասում։ Ուրեմն թագավորությունը, տեսնենք ինչպեսի մտածելակերպ կար Հիսուսի համար։ Հիսուսը գովաբանվում էր, որպեսզի Դավիթի ժառանգորդ, Դավիթի որդի, Իսրայելի թագավոր։ Եվ մարդիկ մենակ այդ էին սպասում։ Հիսուսը պետք է գա, զորք վերցնի, պատերազմի, կայսրությանը դուրս վռնդի։ Խեղճ Պետրոսին նորեն մի փոք բան անենք, ծեծենք այսօր։ Երբեմն կարոզիչները շատ են Պետրոսի մասին խոսում եւ քննադատում են Պետրոսին։ Գեցեման պարտեզի մեջ, եւ որ
Հիսուսին մատնեց Ուդան, զինվորները եկան եւ Հիսուսին ուզում էին բռնեին։ Եվ Պետրոսը սուրը քաշեց եւ ծառայի ականջը կտրեց։ Նու բար էր ծառայի անուն կարգան։ Ականջը կտրեց նրանը եւ Հիսուսն ինչ ասեց։ Այ մարդ ինչ ես անում։ Սուրդ գցի, թե չէ սուրով կնես։ Տեր Հիսուսը խաղաղության Աստված էր։ Տեր Հիսուսի թագավորության ամենահզոր նյութը, որ իր մեջ կար խաղաղություն էր։ Հիսուսը խաղաղության Աստված էր։ Հիսուսը եկել էր որ խաղաղություն բերեր։ Հիսուսը չէր եկել որ կռիվ բերեր։ Շատ հեշտությամբ կարող էր ամեն բան անել։ Ինչու Հիսուսը չկռվավ։ Ես եթե ցեզանից հարցեմ, ինչու Հիսուսը չկռվավ։ Արդյոք զորություն չուներ։ Հիսուսը բավական էր միայն խոսեր։ Պիղատոսն իրան ասաց որ դու մենակ ասա, դու ով ես, ես ուժն ունեմ որ քեզի ազատեմ։ Հիսուսն ասաց ոչ մի ուժ դու իմ վրա չունես։ Ես եթե ուզենամ հրեշտակներ երկնքից կգան եւ կպատերազմեն ինձ համար։ Ոչ մի ուժ իմ վրա չունես, բայց ես իմ անդը տնում եմ, որտեղ պետք է բանն անեմ։ Հիսուս իր անդը տնում է, որտեղ ցույց է տալի որ ինքը հզոր թագավոր է։ Ինքը իր թշնամիների Աստվածն էր։ Ամեն։ Հիսուս Քրիստոս իր թշնամիների Աստվածն էր։ Եվ այդպես էր նայում։ Հալելույա։ Նա կատարում էր Իսրայելի թագավորի դերը, բայց որպեսի խաղաղ եւ խոնար մի թագավոր էշի վրա նստելը ցույց է տալիս որ նա եկել է խաղաղություն բերելու ոչ թե պատերազմի համար։ Ինչ նշանակություն ունի մեկը էշի վրա նստած միտեղ գնա։ Միջին արևելյան երկրների մեջ եթե մի թագավոր ներս մտներ ձիով եւ իր զորքերով ցույց էր տալի որ եկել է ինչ անի, եկել է տիրություն անի, եկել է ամեն ինչ ջարդի, եկել է որ սպանի, եկել է որ ոչնչացնի։ Բայց եւ որ մեկը ավանակի վրա նստած ներս էր մտնում, ցույց էր տալի որ ինքը պատերազմի համար եւ կռվի համար չի եկել։ Եկել է որ խաղաղություն բերի։ Մարդիկ սպասում էին Հիսուս Քրիստոսից, որ գար կռիվ ճանապարհ գցեր։ Ինչքան քրիստոնյաներին տեսնում են որ հայհոյում են թշնամիներին։ Երանի որ շուտ գա, ես չգիտեմ, ես բանն անի, դատաստան կատարի։ Արդյոք մեր սրտերը փոխված է թե ոչ։ Հիսուսը խաղաղության Աստված է։ Ղուկասի 2:14 համար։ Ասում փառք Աստծուն բարձունքներում եւ երկրի վրա խաղաղություն եւ հաճություն մարդկանց մեջ։ Հիսուսի մասին է խոսում, եւ որ Հիսուսը ծնվում է, խաղաղության Աստվածը ծնվում է։ Ծննդոց 49-րդ գլուխ 10-րդ համարը Հուդայի թագավորության գավազանի մասին է խոսում։ Զաքարիա 9-ի մեջ խոսում է Սիոնի աղջկա մասին, որ կո թագավորը գալիս է, թողեք համարները կարդանք։ Ծննդոց 49-10-րդ համարը չի պակասելու իշխանությունը Հուդայից։ Չի պակասելու իշխանությունը Հուդայից։ Այսօր մենք կանչված ենք որ իսրայելցիներ լինենք։ Մենք կանչված ենք որ ուղղակի ճիշտ իսրայելցիներ լինենք Հիսուս Քրիստոսի համար։ Եվ Հիսուս Քրիստոսի թագավորությունը չի պակասի։ Ովեր կան որ իրանց կյանքի ամենադժվար պահերին Հիսուս Քրիստոսի գործը իրանք տեսել են եւ շոշափել են։ Ովեր կան մեր մեջ։ Արդյոք Հիսուս Քրիստոսի հետ անձնական հարաբերություն ունեցել եք թե ոչ։ Եվ որ մենք քայլում ենք Հիսուսի հետ զարմանալի է։ Շատ պատմություններ ունեմ դրա մասին, բայց չեմ ուզում դեռ ժամը շատ խլեմ։ Եվ որ Հիսուսի հետ քայլում ես, կարողանում ես զանազանես նրա ձայնը։ Եվ որ Հիսուսը քո թագավորն է, կարողանում ես զանազանես իր ձայնը։ Եվ որ Հիսուսը քո թագավորն է, կարողանում ես իմանալ ինչ է անցնում նրա սրտի մեջ։ Նրա հրամանների առաջ կանգնած ես։ Սպասավոր ես, կանգնած ես, սպասում ես։ Թողնենք որ Հիսուս իսկականից թագավորն լինի մեր կյանքի մեջ։ Չի պակասի իշխանությունը Հուդայից, ոչ էլ օրենսդիրքը նրա
Երանքից, այսինքն նրանք որ օրենք են տնում, լա են կատարում, ասում են լա այդ թակավորի այդ լան չի պակասի։ Մինչով որ գա սելովը եւ նրան են հնազանդվում ժողովուրդները, այդ թակավորը որ Իսրայելի վրա թակավորություն է անում, ամբողջ ազգերը հնազանդում են այդ թակավորին։ Այսօր ազգերի մեջ կա այդ փափակը, որ Հիսուսին հանդիպեն։ Մենք անցյալ օրը մի քանի հատ պարսիկների հետ մի հատ տնային ժողով ենք սկսել։ Պարսիկները որ ատում էին քրիստոնեության, հիմա կամաց դարձի են գալի։ Մարդիկ որ հիմա սպասում են, որ Հիսուս Քրիստոսի ձեռքը իրանց կյանքի մեջ ավելի հայտնվի եւ կարողանա իրանց համար հրաշք կատարի։ Այսօր հազարավոր պարսիկներ ապաշխարում են եւ Հիսուսին դարձի են գալի։ Եվ այսօր Պարսկաստանի եկեղեցին ամենաարագ մեծացող եկեղեցի է, աճող եկեղեցի է։ Եվ ամենը դրանք ինչի համար է, որտեղ Հիսուս Քրիստոսը ամբողջ ազգերի թագավորն է։ Հիսուս Քրիստոսի թագավորությունը եւ ներս մտնելը Երուսաղեմ մենակ իսրայելցի ժողովրդի համար չէ, այլ ամբողջ աշխարհին է։ Զաքարիա 9:9 մեծապես ուրախացի ով Սիոնի դուրս, ծննդության աղաղակիր ով Երուսաղեմի դուրս, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը։ Նա արդար ու փրկագործ է, հեզ է էշի վրա, հեծած էշի ձաքի ավանակի վրա հեծած։ Այդտեղ Հիսուս Քրիստոսի խոնարհությունը ինչքան զարմանալի է։ Թագավորները զինվորներին ուղարկում են եւ հրաման են տալի։ Մատ գրող այսպես ասում, ասում իսկական թագավորը զորքի մեջ է մեռնում, պալատի մեջ չի մեռնում։ Բայց դժբախտաբար մարդկանց թագավորները պալատի մեջ են մեռնում։ Եվ Հիսուս Քրիստոսը իր զորքի մեջ է։ Հիսուս Քրիստոսը իր ժողովրդի մեջ է։ Ամեն։ Հավատում եք Հիսուս ստեղ ներկա է թե ոչ։ Եթե թագավորը պետք է ներկա լինի, եթե թագավորը իր ներկայությունը մեզ համար պետք է հասկանալի լինի։ Թողնենք որ այս մեր աղոթքի նյութը լինի։ Թագավորիր իմ սրտի մեջ Հիսուս Քրիստոս։ Ես կարիք ունեմ որ դու իմ թագավորը լինես։ Հիսուսը մտնում է քաղաք էշի վրա, ոչ թագավորական ձիով կամ զորքով։ Նա մեզ սովորեցնում է խոնար թագավորության ուժը։ Երբեմն թագավորություններ կան, որ ուժով են առաջ գնում, զորքով են առաջ գնում։ Բայց ինչքան լավ է թագավորությունը, որ խոնարհությունով առաջ գնում եւ տարածում է աշխարհը։ Հիսուս Քրիստոսի առաքյալները վերցրեցին Հիսուսի թագավորությունը եւ ոչ զենք ունեին, ոչ փող ունեին, բայց տիրեցին եւ ամբողջ աշխարհը գնացին եւ շատ ժողովուրդներ ապաշխարեցին ոչ կռվով, այլ սերով, այլ խաղաղությունով, որ Հիսուս Քրիստոսի տարել էին։ Հիսուսին ասացին դու թագավոր եղիր, բայց Հիսուս չընդունեց։ Հովհաննեսի 18:36-ի մեջ եւ որ Պիղատոսը խոսում էր Հիսուսի հետ, նա իրան ասեց. իմ թագավորությունը ինչի, այս աշխարհի չի։ Հովանու 6:14-15 ժողովուրդը բերել էին, ուզում էին Հիսուսին թագավոր անեին եւ ամենը մտածում էին ինչպեսի Հիսուսին թագավոր դարձնեն։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ Հիսուսը դուրս գնաց նրանց մեջից, որտեղ իր թագավորությունը երկրավոր թագավորություն չէր, այլ ինչ սրտերի թագավորություն, այլ մարդկանց մեջի թագավորությունը։ Ինչպես է Հիսուս թագավոր։ Մարդիկ էս էին մտածում, ինչպես է Հիսուս թագավոր, եթե չունի զորք կամ իշխանություն այս աշխարհից։ Նրա թագավորությունը աշխարհից չէր։ Ինչ դասեր ենք մենք ստանում։ Հիսուսը կոչվում է մեր Տերը եւ թագավորը, բայց նա ղեկավարում է մեր սրտերը, ոչ թե վախի կամ ուժի միջոցով։ Թագավորները մարդկանց մտրակի ուժով, սպանության եւ սոված պահելու միջոցով իրաց վրա թագավորում են։ Ասում են Չինգիզ խանը եւ որ հարձակվավ Պարսկաստանի, Քերման քաղաքին վրա ասավ, լրտես ուղարկավ եւ ասեց իմ պատգամս տվեք այս քաղաքի ժողովրդին,
որ եթե դուք ընդունեք իմ տիրությունն ու թակավորությունը, ամենքդ ողջ կմնաք։ Եվ դուք եթե դավաճանեք, այսինքն գաք դեպի ինձ եւ մոռանաք ձեր թակավորին, ձեր ղեկավարին, քաղաքինը, ուրեմն ես ձեզ ինչ կանեմ, կյանք կտամ։ Եվ գնացին եւ քաղաքը երկու մասի բաժանվան։ Եվ մի մասը գնացին դեպի Չինգիզ խանը։ Եվ որ հանդիպեցին նրան, Չինգիզ խանն ասաց, «Okay, ուրեմն դուք դավաճանեցիք ձեր ժողովրդին, ոչ մեկ գարանտի չկա, որ դուք ինձ դավաճանեք»։ Եվ ամենին գլխատում է։ Գիտեք, թագավորները աշխարհի վրայի թագավորները այսպեսի մի թագավորներ են, բայց Հիսուսը սրտերի վրա է թագավորում։ Մենք պետք է ընդունենք նրան ինչպես նրա շատ կարևոր բան է։ Մենք պետք է ընդունենք նրան ինչպես նրան պետք է ընդունել, ոչ թե ինչպես մենք կուզենանք։ Ժողովրդի մեջ այս թույլիմաստությունը կար։ Իրանք չէին կարողանում հասկանային, որ Հիսուս Քրիստոսը իր ձևերն ունի։ Նրանք չէին կարող հասկանային խաչի ճանապարհը։ Հենց այդ ժողովուրդը, որ ասում էին Օվսաննա, փրկիր մեզ, եւ որ Հիսուսին տեսան, որ իր թակավորությունը ոչ ինչ կապ չունի երկրային թակավորությունին, դավաճանեցին միաբան եւ ամենը թողեցին Հիսուսին։ Ամենը թողան, աշակերտներն էլ թեկուզ թողան, գնացին խաչի տակից։ Մենակ մի հատ աշակերտ մնաց։ Հովանեսը մնաց միջով վերջ։ Ինչի համար, որտեվ իրանց գաղափարը չէր համապատասխանում այդ իրականության հետ, որ Հիսուս Քրիստոսի մեջ կար։ Հուդանը սպասում էր, որ Հիսուս Քրիստոսը կդառնա թագավոր, եւ ինքն էլ կդառնա երկրի գանձապան։ Ինչ կան սիրտն ուզում է գողանա։ Պետրոսն անպայման մտածում էր, որ կդառնա զորապետ եւ կդառնա իշխան զորքի վրա։ Բայց եւ որ եկան իրականության դեմ, Հիսուսը խաչի վրա մեռնում է։ Էլ ամեն բան կարծես վերջացել է։ Բայց Հիսուսը նայում էր երրորդ օրը պետք է մեռելների ցարություն առնել։ Հալելույա։ Երրորդ օրը պետք է մեռելների ցարություն առնել։ Խեղճ աշակերտները հալված էին իսրայելցիների պատմության հետ։ Բայց իրականությունը Հիսուս Քրիստոսը պարզեց նրան, երբ որ Հիսուս Քրիստոսը եկավ այդ սենյակը, իրանք հավաքված էին, եւ ինչ ասեց, խաղաղություն լինի ձեզ։ Եվ այդ ընթացքին ամեն վարակույրը աշակերտների աչքերից ընկավ եւ տեսան իսկական Իսրայելի թագավորի զորությունը։ Հալելույա։ Այսօր ինչ վարակույրներ կա մեր աչքերի առաջ, որ պետք է ընկնի։ Ես այսօր ամեն մեկի հրավիրում եմ, որ այդ վարակույրները գցենք ցած։ Հավատացեք, այդ բաները ուզեցեք, որ միջով հիմա չեք ուզեցել։ Խոսքս ֆիզիկական բաների մասին չի, խոսքս հոգևոր բաներ է։ Ուզեցեք Աստծուն ծառայեք, ուզեցեք Աստծուն ծառայել, դևեր արձակել, հիվանդներ բժշկեք, ավետարանիչներ եղեք, ուսուցիչներ եղեք, քարոզիչներ եղեք։ Ուզեցեք այս բաները։ Եվ Աստված առատա ձեռք է այս բաների մեջ մեզ օծություն տա։ Ամեն։